Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում կեսօրից հետո ժամը 3-ի աղոթքի համար։ Եվ մորից կախ ծնված մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ կոչվում էր Գեղեցիկ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրի։ Սա տեսնելով Պետրոսին և Հովհաննեսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմություն ստանա։ Պետրոսը նրան նայեց Հովհաննեսի հետ և ասաց. «Նայիր մեզ»։ Նա դարձավ դեպի նրանք և ակնկալում էր նրանցից մի բան ստանալ։ Եվ Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ քեզ կտամ, հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի, վեր կաց և քայլիր»։ Եվ բռնելով նրա աջ ձեռքից վեր կացրեց նրան, և իսկույն ամրացան նրա ազդրերն ու սրունքները։ Նա վեր ցատկեց և սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ, քայլում էր և վազվզում ու օրհնում Աստծուն, և ամբողջ ժողովուրդը տեսավ նրան քայլելիս և Աստծուն օրհնելիս։ Եվ նրան ճանաչեցին, թե նա էր, որ նստում էր տաճարի գեղեցիկ դռան մոտ ողորմություն ստանալու համար, և եղած նշանի վրա զարմանքով լցվեցին։